Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ+-ի IPF+ հաղորդումը։ Սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ ՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը սահմանադրական փոփոխությունները եւ հանրաքվեի անցկացումը համարում է պատմական եւ դարակազմիկ իրադարձություն, որի անհրաժեշտության մեջ սակայն դեռ պետք է համոզել մարդկանց։ Միակ խնդիրը այն է, որ մարդկանց համոզենք բերենք ուրեմն ընտրատեղամասեր։ Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմինը ձևավորել է սահմանադրական բարեփոխումների քարոզչական հանձնախումբ եւ առաջիկա օրերին սկսելու է մարզային հանդիպումները։ Այս մասին հայտնեց ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Անդրադառնալով օրերս ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին ուղղված իր արտահայտությանը, պարոն Վարդանյանը նշեց. Ոտքերը լվալ, ջուրը խմել, արտահայտությունը ժողովրդական խոսք է։ Իմ ճանաչած Հայաստանում մինչև 20-րդ դարի 70 թվականներին էլ հարցերը լվանում էին մեծերի ոտքերը, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, դա հարգանք է։ Հիսուսը լվանում է իր աշակերտների ոտքերը, բայց դա չէ նշանակում, որ ջուրը խմում էին։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկ Նաստիգրանյանը իշխող հանրապետական կուսակցությանը խորհուրդ է տալիս հանրաքվեից հետո հրապարակել ընտրողների ցուցակները, հատկապես վերջ տալու համար նույնականացման քարտերով կրկնակվեարկության կասկածների։ Երևանում տրվեց ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների մեկնարկը։ Դաշինքի առաքելություններում խաղաղապահ գործունեություն իրականացնող հայ զինվորականների լուսանկարների ցուցահանդեսով։ Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկա Սպատերիկասը նշում է. Ես բարձր եմ գնահատում Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինվորականների պատրաստվածության մակարդակը։ Նրանք մշտապես աչքի են ընկնում բարձր պատրաստվածությամբ եւ առաջադրված խնդիրները լավագույնս կատարելու վարպետությամբ։ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում կայացել է փռի կարտոֆիլի փառատոնը։ Տոնական սեղանների մոտ գանձակեցիները ներկայացրել են տարբեր ուտեստներ, պատրաստված կարտոֆիլից։ Բնակիչներից Հաղթանակ Յավրյանը նշում է. Ամենաընտիր կարտոշկեն եթե ուզում ես ուտես, դե օթարով ուտես։ Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը տարածել է միավորման խորհրդի նախագահ Ամոս Շարոյանի հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին։ Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ ոք մեր դուռը չէր թակել, որ անպայման պետք է փոխենք սահմանադրությունը, այլ մեր ընտրած դեմոկրատական ուղուց չշեղվելով, ելնելով ժողովրդարական սկզբունքից, մենք գտնում ենք, որ պայմաններն այնպիսին են, որ սահմանադրությունը փոփոխությունների կարիք ունի, դա է պահանջում իրականությունը, նշում է Ամոս Շարոյանը։ Թուրքիայի նախկին փոխվարչապետ, երկրում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչ Բյուլենտ Առենչը մեկնաբանել է նոյեմբերի 1-ին կայացած խորհրդանական ընտրությունները եւ նշել, որ նման հաղթանակն անգամ իրենց համար է անակնկալ եղել։ Մենք գրեթե հարսանիք ենք անում, շատ մեծ հաջողություն է, կարող ենք հաղթանակ էլ կոչել։ Հունիսի 7-ի համեմատ 10%-ով ավելացրել ենք մեր քվեն, նշել է Առենչը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունը ուղերձ է հրապարակել լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության վերացման միջազգային օրվա առթիվ։ Այսօր մենք հիշում ենք այն լրագրողներին եւ լրատվական ոլորտի աշխատակիցներին, ովքեր սպանվել են իրենց պարտականությունները կատարելիս։ Շատերը զոհվում են այն հակամարտությունների ժամանակ, որոնք լուսաբանում են այդքան աներկյուղ։ Սակայն չափազանց շատերն էլ գիտակցաբար լռեցվել են ճշմարտությունը հաղորդելու ձգտման համար, հայտարարել է Պան Գի-մունը։ Օրվա լրահոսը։ Սերժ Սարգսյանի միապալատ խորհրդարանական սահմանադրությունից կարող է ծնվել դիկտատուրա, գուցե նաև ֆաշիզմ։ Պարոն Բագրատյանն իշխանության առաջարկում է կուսակցապետություն ունեցող մեկ երկիր նշել, որը բռնապետական չէ։ Հաճախ ասում են Գերմանիա։ Գերմանիա երկպալատանի պարլամենտ ունի։ Բունդեսթագն ու Բունդեսրատը։ Իտալիան երկպալատանի պարլամենտ։ Սենատ եւ ազգային ժողով։ Ընդդիմադիր պատգամավորը չի տեսնում քաղաքական մի ինստիտուտ, որը պետք է հակակշռի իշխող կուսակցությանը փոփոխությունների ընդունումից հետո։ Այս մասին անձամբ ասել է Սերժ Սարգսյանին։ Խեք փոխում։ Ես չեմ հասկանում։ Որինչ։ Որինչ։ Հրանտ Բագրատյանը խուսափում է ասել, թե ինչու է Սերժ Սարգսյանը ուզում փոխել սահմանադրությունը։ Ունի կասկածներ, որ գուցե վերարտադրվելու համար, սակայն ավելի հավանական է մեկ այլ բան։ Ես վախում եմ դարվում է նրա համար, որպեսզի պետությունը տեսնում է, որ անդադ թուլանում է, ոչ մրցունակ է դառնում, որպեսզի պետությանը կոշտ լուծումներ պարտադրեն։ Ինչ անել, հանրաքվեն բոյկոտելը տարբերակ չէ, իշխանությունը 25% այո ապահովելու ռեսուրս արդեն ունի, հետևաբար պետք է անպայման մասնակցել հանրաքվեին ու քվեարկել ոչ։ Մի ելք գնալու ոչ ասել, որպեսզի ոչը շատ լինի, քան թե այո։ Մեր խնդիրն է իրանց 25% դեմը 27% ոչ բերել։
Ինքն արդեն զբոսնել է Հայաստանի մի քանի գյուղերով եւ Սերժ Սարգսյանի սահմանադրությանը գոնե մեկ հատ այո ասողի չի հանդիպել։ Շատ վատ բաներ են ասում, շատ ծանր եւ վիճակը իրոք ծանր է։ Պատգամավորը ոչի ճակատում կռվողներից ոչ մեկին չի միանա, թող իրեն միանան եւ չնայած Սերժ Սարգսյանի խորհրդարանական սահմանադրությանը դեմ լինելուն, Հրանտ Բագրատյանն իրեն տեսնում է նույնիսկ այդ խորհրդարանում։ Պատկերացեք հիմա ես էլ չլինեմ այս խորհրդարանում, ինչ կլինի։ Իդեպ Հրանտ Բագրատյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե չարժե հանրաքվեն վերածել իշխանափոխության պայքարի, եթե միակուսակցական կառավարությունը կորցնում է աշխատելու բոլոր խթանները անպատժելիության պատճառով։ 2016 թվականի պետական բյուջեն հիմնված է լինելու իրատեսականության եւ կայունության վրա, ազգային ժողովում հայտարարեց վարչապետը, ավելացնելով, որ եկող տարվա բյուջեն եւս լինելու է սոցիալական ուղղվածության, թեև աշխատավարձերն ու թոշակները չեն ավելանալու։ Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը անընդունելի է համարում, որ եկող տարվա բյուջեի հիմքում տնտեսական աճի պարտվողական ցուցանիշը 2.2%, համախառն ներքին արդյունքի իրական աճ։ Ըստ նրա, միայն 7% տնտեսական աճի պարագայում հնարավոր կլինի կանխել աշխատուժի արտագաղթը։ Աճեցեք տնտեսությունը։ Եվ մենք հիմարն որ եթե ճարժ չունի մնում հանրապետության սահմանին կներեք ինձ հետ միասին բոլորդ։ Պետական բյուջեով նախատեսված է նաև խթանել ծնելիությունը, օրինաց Երկիր կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը առաջարկեց կրկնապատկել 3 եւ ավելի երեխաներին տրվող գումարները, որը օրգանապես կապված կլինի ծնելիության հետ եւ դա է կարծես պատճառներից մեկը, որ ծնողները գնում են այդ քայլին, որպեսզի երեխաներ ունենան։ Ասենք 100,000 դրամ ավելացնենք երեխայի տրվող նպաստները, երեխան ծնվող երեխաների թիվը դες միանգամից կավելանա։ Իսկ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Նաիրա Զորաբյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարից հետաքրքրվեց, ինչ խնդրով են դիմում մարդիկ 911 ծառայությանը, երբ նշվում է, թե 4-ից 5,000 ահազանգ է եղել։ Այսպիսի դեպք կա լինում, որ 89 տարեկան տղամարդը զանգ է տալիս, ասում է պետք է գաք պամպերսս փոխեք։ Էլ չեմ ասում, որ երեխան կարող է զանգ տաս, եկեք մաթեմատիկայի խնդիրը լուծեք։ Իդեպ 2016 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 373.7 միլիարդ 700 միլիոն դրամ, եկամուտները 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, դեֆիցիտը 190 միլիարդ դրամ, իսկ պետական պարտքը կանխատեսվում է, որ տարեվերջին կմոտենա 50%-ի ռիսկային շեմին։ Ընդդիմադիր գործունեությունից հրաժարված Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում հարկային մարմինները լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, որպիսիք դեռ ընդդիմադիր Ծառուկյանի ձեռնարկություններում հայտնաբերելու հորդորներ հարկայիններին տվել էր Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը չի արձանագրել, թե ինչ խախտում ասում է, պետքա ճշտել։ Համապատասխան հանձնարարություն ենք ստացել, մենք ստուգել ենք եւ էական խախտումներ մենք չենք անում։ Գագիկ Խաչատրյանը բացառում է, որ խախտումներ չհայտնաբերելուն լրջորեն նպաստել է այն, որ Ծառուկյանն այլևս քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։ Քաղաքական գործումների արդյունքներում արձանագրված բոլորս գիտենք ինչա, բայց ես ձեզ ասեմ, որ վերջին տարիներին դուք չեք տեսնի, որ հարկային մաքսային մարմինները քաղաքական գործընթացների մեջ ունենան այնպիսի դերակատարություն, որը հակասում է օրենքին։ Ֆինանսների նախարարությունը ստուգել է Ծառուկյանին պատկանող 6 ձեռնարկություն, մնացել է Արարատի ցեմենտի գործարանը։ Նախարար Գագիկ Խաչատրյանն ընդունում է, որ ոչ մի երկրի համար լավ չէ մոնոպոլիաներ ունենալը։ Ինքը չի երգում, որ մեր երկրում կա մոնոպոլիա, բայց հարկային մարմինների պահանջով փակվում են հատկապես այն ընկերությունները, որոնք մենաշնորհներ չունեն։ Բա դուք ո՞նց եք պատկերացնում հարկային մարմինը ինչ պետք է անի։ Այո, դատարաններում բազմաթիվ են հետապնդումները գործարարների դեմ։ Հետապնդում չունենք, եթե սուբյեկտը տնտեսվարողը ունի հարկային պարտավորությունը, դրանք չի փակում։ Դա օրենքով լիազորության սահմաններում հարկային մարմինը իրավունք չունի այդ հայցերը չմտնի դատարան։ Նախարարը ելք է առաջարկում ոչ մենաշնորհային ընկերություններին կատարեք ձեր հարկային պարտավորությունները եւ մի փակվեք։ Եթե մեկ տնտեսվարող ունի 5 խանութ, բայց ինքը տեսնում է, որ արդեն այս դաշտում չի կարող խուսափել հարկային ուրեմն սողանցներից ավելի շատ օգտվել, քան նախկինում, արշիվը պետք է 3-ը, 2-ը կամ 4-ը փակի, 1-ը պահի։ 14 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանին մնացել է ընդամենը 4 ամիս պատժաչափը լրանալու համար, բայց նա շարունակում է պայքարել վաղաժամկետ ազատ արձակվելու համար։ Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար դատապարտվածի հայցը վերաքննիչ դատարանում է, ընդդեմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի։ Դատական այսօրվա նիստում ներկայացվեց բողոքը, հիմնավորմամբ, որ այն չի կարող անկախ գործել։ Անկախ հանձնաժողով, որի ղեկավարը
հանդիսանում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ումից են քաղաքախ։ Պարզ չեն հանձնաժողովը ինչ չափանիշներով է առաջնորդվում։ Ինչ ապացույցների վրա պետք է հիմնվի, ոչ մի տեղ գրված չի։ Երրորդ, ինչ ձևով պետք է ներկայացվեն այդ ապացույցները, ոչ մի բանով սահմանված չի։ Չորրորդ, ում կողմից եւ ինչպես պետք է հետազոտվեն այդ ապացույցները, ոչ մի բան չկա, ոչ մի։ Հինգերորդ, սահմանված չի, թե տվյալ պարագայում դատապարտյալը ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի։ Հայցը սակայն մերժվեց։ Իրավապաշտպանների գնահատականներով մեր երկրում պայմանական ազատ արձակման ինստիտուտը գոյություն ունի միայն թղթի վրա։ Նախորդ տարի ընդամենը 184 դատապարտյալի դիմում է բավարարվել։ Մինչդեռ տարեկան մոտ 4000 դիմում է մուտքագրվում։ Անդամները ունեն կորպորատիվ շահեր։ Եվ չի կարող ոստիկանը կողմ լինել, որպեսզի դատապարտյալը ազատվի, եթե դրանով կարող է հետագայում իր համար գլխացավանք առաջանալ։ Իդեպ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում 8 անց հացադուլ է անում բողոքելով անկախ հանձնաժողովի գործունեությունից։ Նրանց թվում է նաև պահեստազորի գնդապետ Վալոդիա Ավետիսյանը։ Այս երկարավիզ ընձուղտը հայ սպառողի համար մատչելի է դարձնում հազարավոր ապրանքներ։ Globing.com-ը պաշտոնապես սկսեց իր գործունեությունը Հայաստանում հնարավորություն տալով օնլայն գնումներ կատարել աշխարհի ցանկացած խանութից։ Կայք կա, որը ընդհանրապես չի առաքում, կայք կա, որը նույնիսկ չի բացում, կայք կա, որը առաքումը այնքան թանկ է, որ չես էլ ուզում պատվիրես։ Իսկ հետո էլ եթե ապրանքը ստանում ես, պարզվում է, որ քո շահերը ոչ մի ձև պաշտպանված չեն։ Globing-ի դեպքում այդ խնդիրները չեն ծագի։ Երթիք ենք տալիս, որ այն ապրանքը, որ դուք կընտրեք, մենք ձեզ կառաջարկենք ու գտնենք ձեզ համար, այդ ապրանքը կհամապատասխանի եւ որակի եւ գնի։ Իսկ որևէ ապրանք չհավանելու դեպքում ընկերությունը վերադարձնում է վճարված գնի 70%-ը։ Գործում են նաև ապառիկ վաճառք, այլ առաջարկներ էլ կան։ Ուղղակի գալիս են ասում, մենք սենց բան եմ ուզում, բայց չեմ անում, որտեղ կարող եմ գտնել։ Այդ տվյալները հավաքում են, 24 ժամվա ընթացքում մենք որ հաճախորդին ներկայացնում ենք ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակ։ Գոյություն ունի առաքման 2 տարբերակ, օդայինը 7-ից 10 աշխատանքային օրում, իսկ ծովայինը 60 օրացուցայինում։ Հայաստանում կա այն քաղաքի ինչ-որ խանութ, որտեղ դու կարող ես գնալ ու նայել ինչ ապրանքներ կան, որպես այդպիսի, ստե դու ամբողջ աշխարհը կարող ես մտնել եւ նայել։ Ինքը ուղղակի հավես է։ Globing.com-ը հնարավորություն է տալիս գնել ցանկացած իր առանց միջնորդի ու լավության։ Ամերիկայից եկող կա, լավություն անեք, ապրանք բերեք արտահայտությունը կդառնա պատմություն։ Այս տարվա հունիսի 23-ի գործը, երբ ոստիկանությունը անհամաչափ ուժ եւ ջրցան մեքենաներ էր կիրառել Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների դեմ, մերթ բացվում է, մերթ փակվում։ Ըստ էության դրանք մի քանի գործեր են, որոնք վերաբերում են նույն իրադարձությանը, բայց առնչվում են մի կողմից ոստիկանությանը, իսկ մյուս կողմից ցուցարարներին եւ լրագրողներին։ Բնականաբար նորմալ երկրում դրանք պետք է դիտվեն նույն խորությամբ։ Արդյոք Հայաստանի դեպքում դա այդպես է։ Օրվա գլխավոր թեման։ Հունիսին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիա իրականացնողների դեմ դատախազության կողմից վերաբացված քրեական գործը քննչական կոմիտեն կարճել է երկրորդ անգամ։ Դատախազություն, քննչական կոմիտե, այդ սիրային դրամայի սահմաններում է նաև տեղավորվում այս ուրեմն գործը կարճելու որոշում վերացնելը, նորից կարճել եւ Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել խուլիգանության հատկանիշներով։ Հիմքն այն էր, որ մի խումբ անձինք հունիսի 23-ին անօրինական հավաք, երթ ապա նստացույց կազմակերպելով Բաղրամյան պողոտայում խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկը, խաթարել անդորը։ Որպես ականատեսել կարող եմ փաստել, որ որևէ պարագայում պետք է քրեական գործ չհարուցվեր խաղաղ ցուցարարների նկատմամբ, որովհետև խաղաղ ցուցարարների որևէ գործողությունում չի եղել քրեորեն պատժելի արարք։ Բոլորը ովքեր այդ 2 շաբաթում եղել են Բաղրամյանի վրա եւ մասնակցել են ցույց փակելուն, ստացվում է դատախազության, որ խուլիգանություն են կատարել։ Սա ուղղակի մառազմ է։ Դանիել Յոհաննիսյանի պնդմամբ ի պատասխան իրենց հարցման ոստիկանության իրավաբանական վարչությունը խաղաղ է բնութագրել հունիսի 23-ի հավաքը։ Ըստ այդմ էլ քրեական գործ պետք է հարուցվեր ոչ թե քաղաքացիների, այլ հենց ոստիկանների նկատմամբ։ Ոստիկանության մասնորենքը շատ հստակ ասում է, որ խաղաղ հավաք ցրելուց չի կարելի օգտագործել հատուկ միջոց, այդ թվում ջրանետ։ Մեծաթիվ քաղաքացիների նկատմամբ հարուցված գործ ունենալը մահակի իշխանությունների ձեռքին, ինչը նրանք կօգտագործեն հարկ եղած ժամանակ։
դեմը սահմանադրության հանրակրվեն է եւ սահմանադրության հանրակրվեի ուրեմն կապակցությամբ պետք է նորից վախացնել ակտիվ քաղաքացիների աչք։ Բաղրամյան պողոտայում սեպտեմբերի 1-ին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանությունը դիմել է վարչական դատարան, հայց ներկայացնելով ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանի դեմ։ Ես ամսի 1-ին իրացրել եմ իմ իրավունքը, բարձրացրել եմ իմ բողոքի ձայնը ու դրա համար ինձ վարչական պատասխանատվության ենթարկելը օրենքով չէ, այսպես ասենք, եւ վերջը ոստիկաններն էլ այնտեղ ինձ որևէ ոստիկան չի մոտեցել, որևէ պահանջ չի ձևակերպել։ Գործը վարույթ ընդունելու դեպքում ակտիվիստը պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ ոստիկանության։ Ի դեպ քննչական կոմիտեի կողմից ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի կարճմանը նախորդել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քրեական գործի մասին տեղեկատվություն ստանալու ակնկալիքի մասին հայտարարությունը, ինչն էլ ըստ ակտիվիստի վճռորոշ է եղել գործը կարճելու որոշում կայացնելու համար։ Սխալներ ընդունելը լավ բան է, նույնիսկ այն դեպքում, եթե դու իրավապահ մարմիններին ներկայացուցիչ ես։ Տվյալ դեպքում ոստիկանությունը պետք է խոստովանի, որ հունիսի 23-ին նա իրականացրել է պատժիչ գործողություն, ոչ թե բացել է Բաղրամյան պողոտան։ Եթե այդ սխալը չլիներ, ապա չէր լինի նաև հասարակական դժգոհությունը եւ ամբողջ այս իրավական գործընթացը։ Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ գործի պարբերաբար բացումը եւ փակումը խոսում է հավանաբար այն մասին, որ մի կողմից ոստիկանությունը ցանկանում է նման գործողությունները ունենալ իրենց զինանոցում, մյուս կողմից իշխանությունը ցանկանում է զսպել նաև ցուցարարների հնարավոր ակտիվությունը։ Խնդիրը մասնավորապես այն է, որ սահմանադրական հանրակրվեին ընդառաջ նման ակտիվություն կարող է լինել։ Հեռու եմ այն մտքից, որ ցուցարարների վարկը հունիսի 23-ին կամ որևէ այլ աղմկահարույց դեպքում ամբողջությամբ տեղավորվում է օրենքի շրջանակներում, բայց մեր քննչական մարմինների եւ դատարանի գործողությունները սովորաբար այնքան անհամոզիչ են, որ չեն կարողանում ցույց տալ թացի եւ չորի տարբերությունը։ Նրանք չեն կարող նաև համոզել հասարակությանը, թե ինչու այն անվիճելի դեպքերը, երբ բռնություն է կիրառվել ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ, պատշաճ ձևով չեն քննվել։ Ամեկ+1 զրուցակիցն է մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյան, դուք հետևում եք հունիսի 23-ի հետ կապված գործերին եւ ինչով եք բացատրում այդ գործերի մեղմ ասած դանդաղ ընթացքը։ Մարդու իրավունքների պաշտպանն իհարկե հետևում է հունիսի 23-ի գործի քննության ընթացքին, այստեղ կոնկրետ միանշանակ նշել պատճառների մասին դանդաղելու հնարավոր չէ։ Մենք գիտենք, որ ձևավորվել է քննչական խումբ, այսինքն ներգրավվել են գործի քննությանը շատ քննիչներ, որպեսզի գործի քննության արագությունն ավելի լավանա, բարելավվի։ Հնարավոր կլինի ասել կոնկրետ գործի քննության երկարաձգման մասին, դրա պատճառների մասին եւ արդյոք դա արդարացված է թե ոչ, միայն գործի նյութերը ավարտվելուց հետո գործի նյութերը մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրելու պարագայում։ Այսինքն պետք է կամ կարճվի կամ ուղարկվի դատարան։ Այո, վերջնական որոշում պետք է կայացվի գործով, կամ պետք է կարճվի, կամ պետք է դատարանի դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը ըստ օրենքի հնարավորություն ունենա ուսումնասիրելու գործերը եւ հանգելու վերջնական եզրակացության։ Ընդհանրապես ոստիկանների եւ ցուցարարների իրավունքները եւ պարտականությունները մեր օրենքներով հստակ են նշված, թե այնուամենայնիվ այդ օրենքները կատարելագործման կարիք ունեն։ Կան բացի մեր օրենքից, բացի ոստիկանության մասին օրենքից, բացի հավաքների ազատության մասին օրենքից, կան նաև իհարկե միջազգային իրավական ակտեր, կան նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտեր, որոնք եւս կարևոր նշանակություն ունեն մեզ համար, Հայաստանի իրավական համակարգում կիրառելի են, որտեղ առանձին դեպքերով մեկնաբանություններ են տրված, թե հավաքի մասնակիցների իրավունքների եւ ազատությունների ու նաեւ պարտականությունների հետ կապված, ու թե նաեւ ոստիկանության գործողությունների, թույլատրելի չափանիշների ու սահմանների հետ կապված։ Այսինքն այստեղ ունենք իրավիճակ, որ միայն ու բացառապես ղեկավարվելով, առաջնորդվելով հավաքների ազատության մասին օրենքով կամ ոստիկանության մասին օրենքով
մենք չենք կարողանա հստակ ու լիարժեք որոշել թե հավաքի մասնակիցների, թե նաև ոստիկանների իրավունքների ու պարտականությունների շրջանակը։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը։ 2004 թվականի նոյեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում ազգային ժողովի անդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը հայտարարել է, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով Հայաստանում հեռահաղորդակցության մենաշնոր վայելող Armentel ընկերության բաժնետոմսերի 90%-ի սեփականատեր հունական OTE ընկերությունը Հայաստանի կառավարության ներկայացուցիչին, ում անունը Սադոյանը չհրապարակեց, $7 միլիոն կաշառք է տվել Armentel-ին մենաշնորհից զրկելու գործընթացը հետաձգելու համար։ Էլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել նոյեմբերի 2-ին անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Նյութեր Ամեկլուսի պահոցից։ 1997-ի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում տպագրվում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահահոդվածը։ Այն նախագահի փորձն էր հայ ժողովրդին բացատրելու Ղարաբաղյան հակամարտության փուլային եւ փաթեթային լուծումների տարբերությունը կամ նմանությունը։ Մի բանում ձեզ կարող եմ վստահեցնել, գրում է նախագահը, Հայաստանը երբեք չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը։ Նորանկախ պետությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Սթիվեն Սեսթանովիչի ասուլիսը 1997-ի նոյեմբերի 2-ին տևում է ընդամենը 10 րոպե։ Մարդը եկել էր ասելու, որ Ղարաբաղի հակամարտությունն առանց փոխզիջումների չի լուծվի։ Նույն օրը Հայաստանի սոցիալ-նախարար Անուշ Հակոբյանն ու ԱՄՆ դեսպան Պիտեր Թոմսոնը ստորագրում են մի պայմանագիր, որով Հայաստանին է հանձնվում 10,000 տոննա նավթ, 5,500 տոննան կբաժանվի հանրակրթական դպրոցներին, մնացած 4,500-ը աղիթի գոտու անապահով ընտանիքներին։ Ընտանիքը 160 լիտր, լիտրը 5 դրամ։ Անցյալ տարի դեսպանատունը 30,000 լիտր էր տվել, մյուս տարի խոստանում է ավելի քիչ տալ, մենք արդեն զարգանում ենք։ 1998-ի այսօրը Գյումրիում հայ տղաները մկաններ են ցույց տալիս երկրաշարժի 10-րդ տարելիցի առիթով։ Հայաստանի բոդիբիլդինգի առաջնության երկու հաղթողները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Տղամարդու գեղեցկությունն ընդգծելու համար այս մրցույթին միայն գեղեցկուին էր պակասում, նա էլ բարձրացավ բեմ։ 1999-ի նոյեմբերի 1-ին ազգային անվտանգության նախարարի պաշտոնից հրաժարական է տալիս Սերժ Սարգսյանը։ 2000-ի այս օրերին դերասան Կարեն Ջանիբեկյանով հետաքրքրվում է Երևանի ոստիկանությունը, կենտրոնի ներքին գործերի բաժինը նրան հրավիրել է հասկանալու, թե ինչ գործ ուներ նախորդ օրը ձերբակալված ռուս գործարար Արկադի Վարդանյանի հակաքոչարյանական միտինգներին եւ Քայլարշավին։ Այնուհետև նա 24 ժամ է անցկացնում քննիչական մեկուսարանում։ Ինձ հետ խոսեց շատ բարեհամբույր միլիցիայի պետը, հյուրասիրեց ինձ սոկով, բանով, այսպես զրուցեցինք։ Եվ հետո պարզեց, որ ինքը չի որոշում, ի վերջո ինքը կատարածու է։ Որոշում են վերևում, ինչ հետապնդում է պրեզիդենտը։ Ես այսօր հասկացա, որ մենք ապրում ենք բռնապետական երկրում։ 2000-ի նոյեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեսթանովիչին եւ ԵԱՀԿ ամերիկյան համանախագահ Քերի Քավանոին ընդունում են նախագահ Քոչարյանը։ Նրանք տարածաշրջան են ժամանել ծանոթանալու ոչ միայն Երևանի եւ Բաքվի մոտեցումներին Արցախի հարցի լուծման մասին, այլև Անկարայի դիրքորոշման հետ։ Ավելի ուշ Սեսթանովիչը հանդիպում է լրագրողների հետ, նա բավարար ժամանակ ունի կանգնելու եւ խոսելու։ Նա ընդունում է, որ տարածքների փոխանակման կամ մեղրու տարբերակի հարցում հակամարտող կողմերի միջև որոշակի համաձայնություն չկա։ Սեսթանովիչը ասում է նաեւ, որ տարածքների փոխանակման հարցը չի քննարկվի նոյեմբերին կայանալիք ԵԱՀԿ երկրների նախարարների հանդիպման ժամանակ։ 2000-ի այսօրը ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պաշտոնապես բացում է 1.5 տարի առաջ գործարկված շողակաթ հեռուստաստուդիան։ Այն պարզապես Արարատյան թեմից տեղափոխվում է Մայրաթոր Գարեգին arczepiskopos-ի կաթողիկոս դառնալուց հետո։ Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հավատում է Ղարաբաղի հարցի լուծման Մինսկի խմբի ջանքերին։ Նախարարն անկեղծորեն ասում է, որ Արցախի հակամարտությունը զբաղեցնում է արտգործնախարարության աշխատանքի չնչին տոկոսը։ Լեռնային Ղարաբաղի հարցը մեր գործունեության, անձամբ իմ գործունեության այսօր հազիվ թե 5%-ն է կազմում։ Խաղաղ գործընթացը իրեն չի սպառել։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի այդ ռազմադենչ հայտարարությունները իրենց ներքին սպառման համար է եւ Ադրբեջանը թերևս գիշառունակի բանակցությունները։
2010-ի նոյեմբերի 2-ին նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն արդեն գիտի, թե ով է մրցակցելու Սերժ Սարգսյանի հետ 2013-ի նախագահի ընտրություններում եւ ապահովելու վերջինիս հաղթանակը։ Դա ինքն ու Ռաֆի Հովհաննիսյանը չեն, նրանց ԿՀ-ն չի գրանցելու։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանը չի, դա Ռոբերտ Քոչարյանը չի։ Ընտրվել է նոր մարդ, որին որպես ընդդիմության ներկայացուցիչ ապագայում հաղթելու է շակերտների մեջ Սերժ Սարգսյանը։ Հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրությունում իմ տեխնազությունը առաջադրելու մասին։ 2013-ի փետրվարի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարելուց հետո Ռաֆի Հովհաննիսյանն իրեն համարում է հավաքական տեխնացու եւ ասում, որ չի հանդուրժելու սուտն ու կեղծիքը ոչ ընդդիմությունից, ոչ էլ նախագահի տեխնացուներից։ Եթե առաջիկա ընտրությունները լինեն 1991 թվականից այս կողմ առաջի անգամ ազատ, արդար ընտրություններ, Հայաստանը կունենա նոր նախագահ։ 2012-ի այս օրերին հասարակության մեջ մեծ աղմուկ է բարձրացրել բերանկարած կալանավորների մասին արտահայտության նախարար Հրայր Թովմասյանի արձագանքը, ըստ որի բերանք կարելը կալանավորների մոտ սովորական երևույթ է։ Նախարարության դեմ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ այդ առիթով ակցիա են անում, բայց չեն ուզում տեսնել նախարարի դեմքը։ Պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը հասարակության կողմից տրամադրված ասեղ եւ թելով։ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատում է արևմուտքի ներկայացուցիչների աչքերի սառնությունը։ Իսկապես դժվար թե նրանք այնքան բարի լինեն, որ ինքնակամ մեզ թողնեն, որ մենք միանանք քաղաքակիրթ աշխարհին։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Ես չեմ համարում, ես չեմ քննադատում, բայց չեմ էլ համարում, որ միանշանակ մեր բարեկամն են։ Ես չեմ համարում, որ նրանք հոգ են տանում, հոգսա ցավ են, հոգսա շատ են, երբ որ քննարկում են մեր հարցերը։ Ես տեսնում եմ իմիջայլոց, ես տեսնում եմ սառը աչքերը։ У тебя добрые глаза. Я вижу, ты в жизни многим помогала, а? Мне тоже помочь, да, сестричка?